Աչքի տեսողության վատ թարացման ընդհուպ մինչև կուրանալու պատճառ կարող է դառնալ կատարակտա հիվանդությունը։ Հիվանդության հետևանքով ոսպնյակը պղտորվում է, հնարավորություն չտալով, որ լույսը ներթափանցի մարդու տեսողությունն ապահովող ցանցենի։ Ոսպնյակը թափանցիկ ոսպանման գոյացություն է, որն ըստ բեկող ուժի եղջերաթաղանթից հետո համարվում է աչքի երկրորդ օպտիկական միջավայրը։ Ոսպնյակը գոյանում է բացառապես էկտոդերմայից, ունի էպիթելային կառուցվածք զուրկ սեփական արյան անոթներից և զարգացող նյարդաթելերից։ Այդ է պատճառը, որ ոսպնյակում չեն կարող առաջանալ նորագոյացություններ և զարգանալ բորբոքային պրոցեսներ։ Ըստ չինացի գիտնականների, ի թիվս այլ գործոնների, ծխելը նույնպես կարող է կատարակտայի առաջացման պատճառ դառնալ։ Կատարակտայի վիրաբուժական լավագույն մեթոդը ֆակոէմուլսիֆիկացիան է, ինտրոօկուլյարային ոսպնյակի արհեստական իմպլանտի հետ համատեղ։ Վիրահատությունը կատարում է Մալայանի անվան բժշկական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը։ Ժամանակին կատարակտաները, այդ այսպես ժողովրդի ասած թառը, սպասում ենք մինչև չափից դուրս հասունանային, նոր հեռացնենք, որպեսզի մարդը զգար այդ խիստ տարբերությունը տեսողության մեջ։ Հիմա արդեն չենք սպասում, որպեսզի կատարակտան հասնի ուշ փուլերի, քանի որ եթե այն այսպես օրինակ ոնց որ տիկին Ալիթի մոտ է, այստեղ, երբ կատարակտան փափուկ է, նրան հնարավոր է առանց կարի մեթոդով ավելի մեղմ, առանց բարդությունների հեռացնել։ Հենց հիմա ես հեռացնում եմ կատարակտա, այսինքն ոսպնյակի, սեփական ոսպնյակի առաջային պատը։ Կատարակտայի համար ինքը վիրահատությունը երևի թե 95%-ն է լավ լինելու, այսինքն եթե վիրահատությունը անցավ շատ լավ, արդեն կարող ենք հանգիստ լինել, որ ոչինչ չի լինի, հետվիրահատական շրջանում է։ Իսկ գլաուկոմայի ժամանակ առաջին 14 օրը վիրահատությունից հետո եւս կարևոր է, որպեսզի ներակնային ճնշումը շատ չիջնի, այսինքն բարդությունները հետվիրահատական շրջանում են շատ լինում։ Իսկ կատարակտան ավելի շատ ներվիրահատական բարդություններն են։ Եվ եթե ամեն ինչ նորմալ անցավ, այդ դեպքում հանգիստ ենք ավելի։ Հիմա ես այս օթերը հանեմ, եւ դուք կտեսնեք ինչպես է հատուկ գործիք իմ ձեռքի, պղտորված ոսպնյակը մաքրում հավաքում։ Տեսնում եք ինքը կարծես ինչու է ոսպնյակ կոչվում, սա արդեն ուղղակի հանեցինք առաջային խցիկ, որ լավ երևա ձեզ։ Ինչպես ենք իրեն հավաքում։ Ձեռքի գործիքը կոչվում է ֆակոէմուլսիֆիկատոր, ուլտրաձայնով է աշխատում եւ այն համ քայքայում է պղտորված ոսպնյակը, համ էլ հավաքում։ Մենք կիսում ենք, հետո հավաքում։ Մենք փաստորեն աշխատում ենք աչքի բբի հատվածում։ Փաստորեն մաքրում ենք բիբը այս պղտորված մասից։ Թվում է թե արդեն թափանցիկ է, բայց տեսեք ինչքան դեռ մասնիկներ կան։ Եվ ամենակարևորը այս մասնիկները չթողնել, տեսնել եւ մաքրել հանել։ Իրիգացիա ասպիրացիան դուր լուրջ։ Ոսպնյակը, մարդու սեփական ոսպնյակը ինքը ունի օպտիկական ուժ, այսինքն բեկող ուժ։ Երբ ճառագայթը դրսից գալիս է, այն պետք է անպայման ընկնի ցանցենու վրա, որպեսզի մարդը ունակ լինի ինչ-որ մի բան հստակ տեսնել։ Կատարակտայի ժամանակ ոսպնյակը ինքը մոտավորապես 15-ից 25 մոտավորապես դիոպտրիա օպտիկական ուժ ունի։ Եվ երբ մենք այդ ոսպնյակը հեռացնում ենք, մենք փաստորեն ուժնել ենք անում։ Օպտիկական ուժը բեկող հնարավորությունը հետը դուրս կգա բնականաբար, եթե օրգանը չկա։
Եվ դրա համար հետո այն փոխարինում ենք հատուկ արհեստական ոսմյակներով, արհեստական լինզաներով հաբաց։ Դուք հիմա երբ ես մաքրեն վերջացնեմ, դուք կտեսնեք այդ վերջի փոքրիկ կտորն է այստեղ, սա էլ հեռացնենք։ Եվ հիմա դուք արդեն տեսնում եք, որ բիբը բացարձակ մաքուր է, անգամ հատակից ստանում ենք վարդագույն ռեֆլեքս, նշանակում է արդեն մոխրագույն հատվածը մեր է ծծվել։ Ինչ լինզա էր ստեղ վիրաժը։ Հիմա հատուկ նյութ ենք տալիս աչքի մեջ, որպեսզի աչքի ամբողջականությունը կարողանանք պահպանել, եւ հիմա պետք է արդեն աչքի մեջ դնենք այն արհեստական ոսմյակը, որը պետք է փոխարինի օպտիկական ուժը, որպեսզի մարդը կարողանա առանց խոշոր ակնոցների հերվին հանգիստ նայել։ Որպեսզի կար չդրվի, հատուկ ծալովի փափուկ լինզաներ են, որոնք ծալված դրվում են իմ ձեռքի կոնտեյների մեջ։ Մտնում ենք մեր արված փոքրիկ կտրվածքով, եւ հիմա դուք կտեսնեք ինչպես է դանդաղ արհեստական ոսմյակը դուրս գալիս աչքի մեջ։ Այն եւս սիլիկոնից է պատրաստած, եւս փափուկ է եւ շատ նուրբ։ Տեսնում եք, բացվեցին ոտքերը, ինքը ծալված վիճակից բացվեց եւ տեղադրվեց հետին հատվածը։ Տեսնում եք, արդեն ոսմյակը դրված եւ հիմա այն դրված ջելանման հյուսվածքը հեռացնում ենք աչքի ներսից, լվանում ենք աչքը ամբողջական։ Այդ պիլակարտին կտար չէ։ Կատարակտան ինքը եւս նյութափոխանակման խանգարման հետևանք է։ Այսինքն հիմնականում սովորական տարիքային կատարակտան լինում է նրանից, որ տարիքի հետ սնուցումը թերանում է եւ ոսմյակը իր սկսում է կամաց-կամաց կորցնել իր թափանցելությունը, քանի որ հեղուկը լիարժեք չի սնում նրան։ Բայց կատարակտան նաեւ կարող է լինել տրավմաների հետևանք, կարող է լինել բնածին, բայց ամեն դեպքում հիմքում մետաբոլիզմի խախտումն է, ամեն դեպքում։ Եվ դրան կանխել չի լինի, քանի որ գիտեք, նյութափոխանակման խանգարումը չես կարող վերացնել, դրա համար բուժում ենք արդեն հետևանքը։ Հիմա եթե ուշադրություն դարձրեք, ոչ կար ունենք, ոչ մի բան, ոչ էլ մեծ վերք, այսպես այտուցում ենք մեր վերքը, որպեսզի գերմեցիկ փակվի։ Վաղ առավոտյան այս այտուցներն էլ են իջնում եւ այսպես առանց կարի մեթոդով կսրսկես վիրաժը վիրահատում ենք։ Սա էր ֆակոեմիցիֆիկացիան, որի ժամանակ հիվանդը առանց կարի, առանց լուծվի, դուք կհարցնեք իսկ ինչն էր, կարեր դրեք, կար առաջացնում է այսպես կոչված աստիգմատիզմ, քանի որ ձգում է հյուսվածքը։ Երբ կարով էինք անում, ժամանակին սպասում էինք մինչև 3 դա վերջի սրսկումն էր տիկինալիք, վերջացրել ենք։ Շատ լավ է անցել ամեն ինչ։ Գնացիք աջ կողմի վրա չպարկեք, գլուխը չկախեք։